Տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի չդադարող խախտումները, այլ մարտահրավերները հանրապետության զինված ուժերին պարտադրում են ունենալ մարտունակ, վարժ, համապատասխան պատրաստություն անցած եւ ամենաբարդ մարտական խնդիրներ լուծելու ունակ հատուկ նշանակության զորամասեր։ Այդ զորամասերը ցանկացած երկրի, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի յուրօրինակ այցեքարտն են։ Զորատեսակի կազմավորման 20-ամյա հոբելյանին նվիրված օրը հատուկ նշանակության զորամասի մարտիկները պետք է ցուցադրեն մարտավարամասնագիտական հմտությունների իրենց ամբողջ զինանոցը, այն զինանոցը, որը մշտապես կատարելագործվում ու զարգանում է։ Տարեց տարի, օր առ օր, ժամ առ ժամ ավելի են զարգանում թե ամբողջ զինված ուժերը եւ թե մասնավորապես իհարկե նաեւ մեր զորամասը ու մեր հնարավորությունները, մեր հմտությունները ավելի բարձր մակարդակի են հասնում։ Իհարկե ցուցադրական պարապմունքները չես կարող համեմատել մարտի դաշտում գործողությունների հետ, բայց կարծում եմ, որ այն ինչ որ մենք կարողանանք հիմա ցուցադրել, անկասկած կարողանանք նաեւ կիրառել մարտի դաշտում։ Այո, հարկ է միշտ պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակին։ Հակառակորդի ագրեսիվ նկրտումներին անհրաժեշտ է հակադրել մարտական պատրաստության բարձր աստիճանի հասած զինված ուժերը, եւ այս գործում կարևորագույն դերակատարումը պատկանում է հատուկ նշանակության զորամասին։ Ներկայիս անձնակազմը ռազմի դաշտում հաղթանակ տարած հատուկ նշանակության ստորաբաժանումների ավանդույթների շարունակողն է։ Անձնակազմ, որն այսօր մյուս զորատեսակների հետ համատեղ պաշտպանում է հանրապետության սահմանները։ 20-ամյա հոբելյանն այն տարեթիվն է, երբ հարկ է հանրագումարի բերել նվաճումները, մատնանշել ապագա անելիքները ու զորատեսակը զարգացնել օրվա հրամայական պահանջներին համապատասխան։ Հատուկ նշանակության զորամասի անձնակազմի գործողությունները գործնական դասընթացների ժամանակ մարտունակության իրական աստիճանի արտացոլումն են։ Ինչ խոսք զորամասի կազմավորման 20-ամյակի օրը ստորաբաժանումները իրենց հմտությունները ու հնարքները օդուժի աջակցությամբ կցուցադրեն տոնական մթնոլորտում եւ անկասկած մեծ բավականություն կպատճառեն բոլորին՝ ազգային բանակի հրամկազմին, զորատեսակի վետերաններին, զինվորականներին եւ հյուրերին։ Նախապատրաստական աշխատանքները դեռ ավարտված չեն, դրանք ընթացքի մեջ են եւ մինչեւ հոբելյանական օրը մնացած ժամանակահատվածը անձնակազմը կօգտագործի արդյունավետ տոնական միջոցառումը առավել բարձր մակարդակով անցկացնելու համար։